Բարև ձեզ, Արմ ռադիոյի եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է, ես Հասմիկ Բուդաղյանն եմ, ձեզ կներկայացնեմ այսօր սոցցանցերում քննարկվող թեմաներն ու մեկնաբանությունները։ Իհարկե թիվ 1 թեման մեր եռատոնն է եւ դրանց շուրջ ծավալվող քննարկումները կներկայացնեմ առաջիկա 15 րոպեների ընթացքում։ Համացանցելի է Արցախի զինուժի շքերթի մասին պատմող նյութերով, լուսանկարներով, ֆիլմերով, հուշերով։ Վահագն Սարոյանը Facebook-ում գրում է, որ Արցախի զինուժի շքերթից հետո Ալիևին հաստատ ինֆարկտ կխփի։ Իսկ տոնը փչացնողներ միշտ լինում են։ Մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի վաղ առավոտյան անհայտ չարագործները Երևանի Աբովյանի պուրակի հարևանությամբ դեպի Սարալանջ տանող ճանապարհին ասֆալտի վրա պատկերել են Ադրբեջանի դրոշը, ինչը ֆիքսել է Գագիկ Շամշյանի տեսախցիկը։ Միջադեպի մասին շատ արագ իրազեկվել են պատկան մարմինները, աշխատակիցները վերացրել են դրոշի հետքերը։ Մեկ այլ միջադեպ Ռազմինֆոն տեղեկացնում է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գիշերն անհանգիստ է եղել ադրբեջանական կողմը խախտելով հրադադարի ռեժիմը մի քանի ժամ շարունակ գնդակոծել է հայկական գյուղերը։ Տավուշի մարզի ներքին Կարմիր աղբյուր, Այգեպար, Մովսես եւ Չինարի գյուղերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով շուրջ 300-ից 500 մետր հեռավորության վրա են, մշտապես հակառակորդի նշանառության տակ են։ Սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիկ Ապերյանը Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է, որ անցած մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանական կողմը ժամեր շարունակ կրակել է գյուղի տների վրա։ Ճիշտ է, միշտ էլ կրակում են, հատկապես այս տարի ավելի հաճախակի են դարձել կրակոցները, բայց այս գիշերվա պես դեռևս չէր եղել, նշել է գյուղապետը։ Նրա կարծիքով վերջին օրերի կրակոցները պայմանավորված են մայիսի 9-ի հետ, երբ Հայաստանում ու հատկապես Արցախում իր ծավալներով եւ հանդիսավորությամբ աննախադեպ զորահանդես է անցկացվելու Շուշի քաղաքի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի եւ երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 67-ամյակի առթիվ։ Մենք էլ էինք պատրաստվել տոնակատարությունների մեծ համերգեր լինելու գյուղում, բայց հավանաբար կհրաժարվենք որոշ միջոցառումներից, որպեսզի ավելորդ անգամ թշնամու համար թիրախ չդառնանք, ասել է գյուղապետ Ապերյանը։ Գյուղապետը տեղեկացնում է նաև, որ ադրբեջանական կողմն օրեր առաջ նույնիսկ օրը ցերեկով կրակ է արձակել մի խումբ գյուղացիների վրա, ովքեր գյուղի գերեզմանոցում թաղման արարողության էին մասնակցում։ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ Հակոբ Իսրայելյանն էլ Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրել է, որ գյուղի վրա կրակել են գրեթե մինչև լուսաբաց։ Անընդհատ կրակում էին հիմնականում դեշեկայով ու պեկայով։ Առավոտյան նույնիսկ մեր տան մոտ մի քանի դեշեկայի գնդակ կար ընկած։ Իսկ ինչ է գրում այսօր ադրբեջանական մամուլը մեր հաղթանակի օրվա կապակցությամբ, կպատմի ադրբեջանագետ Facebook-ը հայ Անժելա Էլիբեգովան։ Ադրբեջանական մամուլում ինֆորմացիան բաժանվում է երկու տիպի։ Մեկը զավեշտալի պատմություններ, որոնք իբր տեղի են ունեցել Շուշիի ազատագրման, իսկ ադրբեջանցիների տեսանկյունից իհարկե բռնազավթման ժամանակ ֆանտաստիկ ինչ-որ պատմություններ են պատմում ադրբեջանցի զինվորների քաջության, արիության նման ինչ-որ երևույթների մասին, որոնք իհարկե ոչ մի փաստացի հիմունքներ չունեն, բայց այսպես կոչված ավտոտրեյնինգի պես ինչ-որ երևույթ է, հա, որ մենք քաջ ենք, մենք կռվում ենք, բայց պարտվեցինք, որովհետև այդտեղ Բաքվում այդ ժամանակ ինչ-որ անհասկանալի process-ներ էին կատարվում, թե չէ մենք եթե լիներ Հեյդար Ալիևը, մենք Շուշին իհարկե հայերին չէինք հանձնի։ Եվ երկրորդ կատեգորիան, որը ավելի իհարկե լուրջ ավելի հավասարակշռված տեսանկյուն է ցույց տալիս, ինչ որ չափով փորձում են անալիզի ենթարկել իրականությունը ընդդիմադիր մամուլում, նույն օրինակ Տուրան գործակալության կայքում հայտնվեց մի անալիտիկ հոդված, բավական հետաքրքիր էր մասին, թե այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հիմնական բարձրաստիճան պաշտոնյաներ այն մարդիկ են, որոնք Շուշին ժամանակին հանձնում էին։ Եվ բավական հետաքրքիր անալիզ արված, թե ինչպես դա եղավ եւ այլն, այսինքն գերակայում են երկու տեսակի նյութեր իրենց լրատվական դաշտում։ Դա օբյեկտիվ գնահատական պատմության եւ զավեշտալի պատմվածքներ իրականությանը չհամապատասխան ինչ-որ ֆանտաստիկ բաներ։ Նրանք հիմնականում վերադասում են սիտուացիան ներկայացնել այդպես, որ հայերը այդ հաղթանակի մեջ ոչ մի լոմա չունեն։ Դա իրենց ադրբեջանական սխալներից օգտվելու զուտ ինչ-որ բան։ Իհարկե իրական պատմությունը շատ քչերն են, շատ քչերը գիտեն եւ շատ քչերն են, ավելի քչերն են պատմում Ադրբեջանում, բայց մեր լրատվամիջոցները այդ բացը լրացնում են։
տեղեկացնելով ադրբեջանական հասարակությանը իրական պատմության խրոնոլոգիայի մասին։ Լսում էինք Facebook-ը հայ Անժելա Էլիբեգովային, ով պատմեց, թե ինչ է գրում այսօր ադրբեջանական մամուլը։ Մխիթար Նազարյանը Facebook-ում հիշեցնում է, թե որտեղից է եկել Հարսանիք լեռներում օպերացիայի անվանումը։ Այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է եւ պետք չէ շտապել, բայց ինքնապաշտպանական ուժերի հրամանատար կոմանդոսը Արկադի Տեր-Թադևոսյանը համառեց, ավելին խոստացավ Շուշին ազատագրելուց հետո լեռներում կազմակերպել Սպարապետի Հարսանիքը, ահա թե ինչու Շուշիի ազատագրման օպերացիան կոչվեց Հարսանիք լեռներում։ Facebook-ը հայերը մեջբերում են տողեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշերից։ Ես երջանիկ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որ փայփայում էին գրողներս, լրագրողներս, բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը։ Երբ ես այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու։ Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա։ Ես հիմա էլ որպես պաշտպանության նախարար ինչ անում եմ դարձյալ կեղծիք չկա։ Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա։ Վազգեն Սարգսյան։ Տիգրան Քոչարյանն էլ Facebook-ի իր պատին գրել է. «Ով կարող էր դեռ 1987-ին մտածել, որ Շուշիի վրա կծածանվի մեր եռագույնը, շատ քչերը, ռոմանտիկները, բայց եղավ, չէ՞, Սովետը, որ թվում էր հավերժ կլինի, քանդվեց։ Անիրականանալի բան չկա այս աշխարհում, եւ մենք հանգիստ կարող ենք երազել եւ Շահումյանի, եւ Գետաշենի, եւ Նախիջևանի, եւ Էրգրի մասին, երազել եւ պատրաստ լինել, ստացող ենք»։ Արտակ Եղիազարյանը նշում է, ուղիղ 20 տարի առաջ հայ զինվորները տարան մեր պատմության թերևս մեծագույն հաղթանակներից մեկը, ազատագրեցին անառիկ համարվող Շուշին, ու դրա մեջ մեծ է յուրաքանչյուր հայի ներդրումը, Գերագույն գլխավոր հրամանատարից մինչև թիկունքին հաց ու ջուր հասցնող պատանին, էլ չասած փառապանտ զինվորների մասին։ Facebook-ը հայ Լուսինե Մարգարյանը գրում է. «Մայիսի 9-ը մեր ընտանիքի համար ամենապայծառ լուսավոր օրերից մեկն է։ Իմ հերոս Արշիկ պապը երբեք իր հերոսություններից չէր խոսում, մինչև որ այդ մասին պատահմամբ իմացանք Սովետական Հայաստան թերթից։ Տարիներ հետո այդ տոնը մեզ համար կրկնապատկվեց, իհարկե Շուշիի ազատագրմամբ»։ Մայիսի 9-ը մայրիկիս վաստակաշատ մանկավարժ հայրենականի մասնակից հրետանավոր Ռոզա Մինասյանի ծննդյան օրն է։ 10 տարի է, ինչ ես կորցրել եմ տիեզերքի նախշը, իր մոր մասին էլ գրում է Ռուզան Մինասյանը։ Լսենք Ռուզանին։ Այսօր առանձնահատուկ է ինձ համար, որովհետև առանձնահատուկ է նախ եւ առաջ մայրիկիս վաստակաշատ մանկավարժ հայրենականի մասնակից Ռոզա Մինասյանի համար։ Նա 352 զենիթային հրետանային գնդի անդամ էր եղել եւ Կովկասի պաշտպանություն իրականացնելուց հետո հասել էր մինչև հեռավոր Արևելք եւ նրա նման 352-րդ զենիթային հրետանային գնդի վետերանները մասնակիցները։ Դա հպարտությամբ անընդհատ շեշտում էր, որ մարշալ Ժուկով ասել է, որ հրետանին պատերազմի աստվածներ եւ ինչպես ինքը, այնպես էլ իր մարտական ընկերները Աստծո նման, Տիրոջ նման քայլում են երկրի վրա, զգալով իսկապես իրենց տերն այս երկրի վրա, որովհետև երկիրը նախ եւ առաջ այն տարածքներ, որ իրենք պաշտպանել են, եւ այն տարածքներ, որտեղ իրենց մարտական եւ հետագա ընկերությունը մկրտվեց ու թրծվեց։ Մայրս մանկավարժ է եղել, դեռ չավարտած մանկավարժական ինստիտուտը անմիջապես սովորում էր Երևանի մանկավարժական ինստիտուտի հեռակաբաժնում, մերոնք Գյումրիից են, եւ պատերազմը դեռ ուսումը չավարտած պայթում է պատերազմը։ Ըստ էության մայրս չպետք է գնար պատերազմ, քանի որ պապիկս Արշալույս Մինասյանը ինքը 7 երեխա ուներ եւ սակայն նա կամավոր գնում է պատերազմ, որպեսզի նրա 7 երեխաներից երկուսը, որի տարիքը մորս եւ քերս կարող էր պատերազմի հետագա պատերազմի զորակոչել, նա կամավոր գնում է, որպեսզի երկու երեխաներին գոնե թրքի, սակայն նա անհայտ կորավ, պապիկս անհայտ կորեց, որով մինչև 90 թվականները մերոնք պատերազմից դեռ անընդհատ գրում էին նամակ եւ ինչ ուշագրավ մայրիկիս պատմություններից, որ լինելով պատերազմի, լինելով զինվոր 44 թվականին կարող էր նամակ գրել
Ստալինին եւ Ստալինը պատասխաներ, քանի որ նամակները կտրվել էին հորից, նա փորձում էր ճշտել, թե որտեղ է հայրը եւ 6 ամիս լուր չունեն նրանից։ Մայրս այնուհետև հաղթանակով, ինչպես գիտեք, եկավ, ինչպես իր զենիտային երիտանի գնդի աղջիկները, նրանք քիչ էին, ասեն որ հայ կանայք շատ քիչ են եղել։ Ռուզանի մայրը նաև մեկնել է Արցախ հերոսամարտի տարիներին իր ընկերուհիների հետ։ Իսկ Ռուզանին խորհուրդ չեն տվել մեկնել Արցախ, ահա թե ինչու։ Երբ պատերազմը Արցախյան արդեն սկսվեց, 89 թվականին մայրս մանկավարժ վետերանների ակումբի 89 թվականի հոկտեմբերի 28-ին նոյեմբերի 5-ը նրանք առաջին ուղղաթիռով փոքր օդանավականից Էրեբունու գնացին Չարենցի Ստեփանակերտի 7 դպրոց, որտեղ առաջին այդ կատարեցին այնտեղ եւ գրենական պիտույքներ եւ պատերազմի մեջ գտնվող արցախցիներին առաջին դուրս օգնությունը տարան։ Ինչու պատերազմի վետերանները գնացին, որովհետեւ այդ ժամանակ ռուսական բանակներ եւ հարգանք կար սովետական զինվորի եւ փոքր օդանավականից երբ տարվում էր անհրաժեշտ պիտույքները չէին ստուգի, որովհետև տանողը նախկին սովետական բանակի զինվորներ էին։ Ելիզավետա Կարապետյանը եւ որը հիմա ներկայումս գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մանկավարժ վետերանների ակումբի նախագահի հետ եւ մանկավարժական համալսարանի վաստակաշատ դասախոս Սեդա Միրզոյանի հետ։ Այդ երեքով մեծ տարիքի կանայք 89-ին գնացին եւ երբ փոքր օդանավական իրենց ճանապարհ էին դնում, նրանք շարունակ ինձ հետ էին պահում, ասելով ես դեռ ուսանող էի, հետ էին պահում, ասելով որ պետք չի տեսնել։ Իսկ երբ երկրորդ, երրորդ թռիչքները արդեն նրանք արեցին, արդեն Ղարաբաղ, նրանք հաստատական միտով էին ասում էին Ղարաբաղում Մագնիսա, դու որ գնաս դու կհիվանդանաս, դու էլ չես Ռոզա ասում էին, դու չես պետք է աղջկա, դու այդպես էլ եղավ։ Հետագայում երբ ես էի արդեն գնում Արցախ, ես հասկացա թե ինչ ասել է իրենց բառերով Ղարաբաղը Մագնիս է։ Ես իսկապես շատ բարձր եմ գնահատում բոլոր մեր պատերազմի մասնակիցների ներդրումը հայրենական մեծ պատերազմում եւ ուզում եմ այդ հայրենասիրությունը ոչ թե գրասենյակային լինի, ոչ թե Facebook-յան, ոչ թե բացիկային, ոչ մի բացիկ դրեցին պատին եւ դրանով ավարտվեց այդ հայրենասիրությունը, այլ իրական լինի, որովհետեւ նրանք շատ քիչ են մնացել եւ նրանց համար ընդամենը կարեւորը հիշողությունն է ու գնահատականքը։ Նրանք երբեք նրանք բավարարվել են ոչ թե առանձնատներով, ինչպես հիմա են բավարարվում շատերը, այլ նրանք բավարարվում են ամենը փոքրիկ պատվոգրերով եւ այդ գնահատականի համար նրանք շատ շնորհակալ են։ Նրանք չէին կարող բառերով ներկայացնել, թե ինչ են զգում, երբ իրենց համար ասում են հայրենասեր ես։ Նրանք չէին թմկարում իրենք հայրենասեր են։ Նրանք իրենց պարտքն են կատարել հայրենիքի հանդեպ եւ այդպես էլ դաստիարակել են իրենց ժողովուրդներին։ Լսում էինք Facebook-հայ Ռուզան Մինասյանին։ Իմ հերոսը Ալվարդ Բարխուդարյանը այս վերնագիրն ենք կարդում Մեդիամաքսում։ Հեղինակը Արադ Հադևոսյանը հիշում է մեր ավագ գործընկեր Ալվարդ Պետրոսյանին, բայց նախ 1992-ի այս օրը։ 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան սովորականի պես գնացի թերթի կրպակ, հերթ կանգնեցի ու թերթեր գնեցի։ Տուն բարձրանալիս առաջին էջերում կարդացի, որ մերոնք ազատագրել են Շուշին։ Անկեղծ լինեմ, հասկացա, որ կարևոր բան է կատարվել, բայց ողջ կարևորությունը այդ պահին չընկալեցի։ Մտա տուն ու ծնողներիս հայտնեցի լուրը։ Նկատեցի, որ պապայի դեմքը միանգամից փոխվեց ու մի տեսակ հանգստացավ։ Մի փոքր լռեց, հետո շատ վստահ ասաց. Արդեն հասկանալի է, որ այս կռիվը մենք կհաղթենք։ Հենց այդ պահին հասկացա, որ կատարվածը ոչ թե կարևոր, այլ ճակատագրական, նաև հոգեբանական առումով, շարունակում է հեղինակը։ Այսօր հիշում ենք բոլոր հերոսներին, որոնց շնորհիվ ունեցանք այդ հաղթանակը, հիշենք նաև այն մարդկանց, որոնք պատերազմի տարիներին ոչ պակաս կարևոր գործ էին անում, ռազմական թղթակիցներին։ Ես ունեմ իմ հերոսը Ալվարդ Բարխուդարյանին, ով պատերազմի տարիներին Հայք թերթի թղթակիցներ ու աշխատում էր Արցախում տասնյակ հոդվածներ ուղարկելով ամենաթեժ կետերից։ 92-93 թվականներին չկային բոլորային կապի միջոցները, որ մենք ունենք այսօր։ Ինչու միայն կապի, իհարկե, լրագրողները նաև նոթբուքեր չունեին, լավագույն դեպքում թուղթ ու գրիչ։ Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի էր զինվորների հետ կողք կողքի հետևել մարտին, գյուղի ազատագրմանը, մահ ու արյուն տեսնել, հետո մի անկյուն գտնել, որպեսզի այդ ամենը հանձնել թղթին, փորձել գտնել աշխատող հեռախոս ու գրվածը թելադրել Երևան։ Իսկ Ալվարդը դա անում էր։ Նա շարունակ գնում էր Արցախ, Երևանում թողնելով իր երեխաներին։ Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ Մեդիամաքս AM-ում։
Հաղորդման ավարտին հիշենք նաև արդեն փոքրաթիվ մեր վետերաններին ու թե ինչպես Բեռլինում հայերը քոչարի պարեցին հայրենական մեծ պատերազմի հաղթանակին։ Պարում էին այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետինն այնպես, որ ասես ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Այդպես պարում էին հայերն, հաղթանակած մտած Բեռլին, մեր նայիրյան, հնադարյան, ավանդական մեր քոչարին։ Այսքանը սոցիալական ցանցերում քննարկվող հաղթական թեմաների ձեզ հետ Հասմիկ Բուդաղյանն էր առայժմ։